Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր դերասաններ Վաչե Երիցյանի և Սրփուհի Բալայանի հարսանյաց արարողությունն է։ Խնջույքին ներկա են մի շարք հայտնիներ, այդ թվում նաև դերասաններ Աշոտ Տեր-Մաթևոսյանը և նրա կինը Սոֆյա Պողոսյանը։ Սոֆյան մի քանի կադրերով է կիսվել, որտեղ երևում է, թե որքան նուրբ ու գեղեցիկ տեսք ունի։ Ձեզ ենք ներկայացնում այդ կադրերը։ Բայց իրականում նո ֆիլտր ոչ թե նո ֆիլտր ու դնում եմ ֆիլտր։ Իրական դրել է ֆիլտրը արդեն լուսոն։ Հա, լուսոնից, բայց ինձ էս ասում։ Լուսոն դրել է։ Հավելենք նաև, որ դերասանները հարաբերությունների սկզբնական շրջանում մասնակցել էին Բրավո Էմի հարցազրույցներից մեկին, որի ընթացքում լրագրողն առաջին հարցն այսպես էր ձևակերպել. «Երկուսդ էլ դերասաններ եք, ինչպես եք ընտրել այս մասնագիտությունը և ինչն է հատկապես գրավել ձեզ»։ Վաչեն պատասխանեց. «Դերասան դառնալու մասին չեմ էլ մտածել։ Ուզում էի կոնսերվատորիայում սովորել, բայց չստացվեց։ Ընդունվեցի Թատերական ինստիտուտ, որպեսզի հետո որևէ բանով զբաղվեմ։ Այնտեղ ինձ դուր էր գալիս ֆոկուս ասվածը։ Ուզեցի ընկնել այդ հեքիաթի մեջ ու ստացվեց»։ Սրփուհին էլ նշեց հետևյալը. «Արցախում սովորելիս իմ գյուղից դպրոց հասնելու համար ոտքով 4 կիլոմետր ճանապարհ էի անցնում, ու դա կյանքիս ամենաբարդ բանն էր թվում»։ Ծիծաղով նշել էր Սրփուհին ու հավելել. «Մտածում էի, թե տեսնես կա մի մասնագիտություն, որը հնարավորություն կտա այդ ամենի մասին պատմելու։ Առաջինը մտքիս գրելը եկավ, ու 10 տարեկանից փոքր տեքստերս ծնողներիս համար էի կարդում։ Հետագայում որոշեցի դերասանուհի դառնալ։ Բազում տարբերակներ ունեի, թե Երևանում Թատերական ընդունվելիս ինչ եմ ասելու, բայց ոչ մեկն էլ չօգտագործեցի։ Հաջողությամբ ընդունվեցի ու հասկացա, որ դերասանուհի դառնալն իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր»։ Հաջորդ հարցը հետևյալն էր. «Կհիշեք ձեր առաջին դերը, երբ հասկացաք, որ ճիշտ տեղում եք հայտնվել»։ Սրփուհին սկսեց պատասխանելը. «Ուսանողական տարիներին դեպի տուն ներկայացումը խաղալուց հետո եմ մասնագիտությանս մասին շատ բան հասկացել։ Իմ առաջին մեծ դերն էր, ամենասիրելի ու դժվարը, որի շնորհիվ էյֆորիա ապրեցի ու զգացի ծափահարությունների ուժը։ Հետո եղան ֆիզիկական պատրաստվածություն պահանջող դերեր, ինչն ազդակ էր, որ եթե չեմ բողոքում ու հոգնում, ցավն ինձ չի խանգարում, ուրեմն զբաղվում եմ սրտիս ուզած աշխատանքով»։ Նույն հարցին պատասխանել էր նաև Վաչե Երիցյանը. «Բեմի վրա առաջին անգամ արած ու սրտիս կպած գործողությունը քննության ժամանակ կենդանիներ ցույց տալն էր։ Պինգվին էի ու պիտի բնավորություն և էմոցիա չունենայի, անեի այն, ինչ հատուկ է նրան։
Թեև ընդամենը 15 վայրկյան է տևել, բայց իմ ամենակարևոր ու ճանապարհ բացող բեմելն է եղել, նշել էր դերասանը։ Ինչպես եք ձեզ զգում բեմի վրա եւ ինչ եք ստանում, որ ոչ մի ուրիշ բան չի կարող փոխարինել։ Վաչեն սկսեց պատասխանել։ Հենց այդ պահին ու այդ վայրկյանին տեղի ունեցողն է։ Մենք հենց հիմա նստած զրուցում ենք ու դա էլ չի կրկնվի։ Իսկ բեմը այդ ամենի խոշորացույցն է եւ ցույց է տալիս տեղի ունեցողը, ինչը ամենահաճելին է, իսկ ծափը թույլ է տալիս հիշել 1 ժամ առաջ քո արածը։ Սրբուհին էլ հետևյալ կերպ մեկնաբանեց. Քանի որ ես սենտիմենտալ եմ, ինձ համար այն նման է սիրելուն, առաջին անգամ տեսնում ես, հիանում, հետո բացահայտում, հարմարվում պայմաններին, ապրում դրանով, ամեն օր ավելի շատ գերվում ու հասկանում, որ առանց դրա ապրել չես կարող։ Կարող եմ ոչինչ չանել, բայց թատրոնում պիտի լինեմ, թեկուզ հիմարություն լինի արածս, բայց բեմում չեմ կարող չխաղալ։ Միասին խաղալու մասին մտածել եք կամ առաջիկայում պլանավորում եք համատեղ որևէ նախագիծ անել, այս է լրագրողի հաջորդ հարցն էր։ Վաչեն նշեց. որևէ մեկին չեմ առաջարկի, որ Սրփուկի հետ միասին գործ անենք։ Նախ եւ առաջ դերասան եմ, ոնց որ նրան են վերաբերվում, այնպես էլ իմ գործին։ Սրբուհին հավելեց. իսկ ես կասեմ, մի թաքուն երազանք ունեմ, որ սիրուն վերաբերվող բոլոր գործերը պիես դառնան ու մենք միասին խաղանք։ Սիրուն ակնհայտորեն տարբեր կերպ ենք վերաբերվում։ Նա սիրո մեջ ավելի համբերատար է, նրբանկատ ու վերլուծող, երբեք միտքն արագ չի արտահայտի, իսկ ես բռնկուն եմ ու տաքարյուն։ Նման սերեր ֆիլմերում ու գրականության մեջ եմ տեսել, կյանքում նման օրինակ չունեմ, այնքան եթերային ու չշոշափվող է մեր սերը, նշել էր նա։ Սրբուհի, գրառում էի կարել ու նշել, տարին դժվար էր առանց թատրոն, որից հրաժարվեցի, բայց որոշմանս հասցրին ուրիշները։ Ինչու հասցրեցին։ Դերասանուհին հարցին այսպես պատասխանեց. 3 տարի աշխատել եմ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում։ Տարբեր կարծիքներ ու դիրքորոշումներ ունենալու պատճառով ենք որոշել դադարեցնել համագործակցությունը։ 1.5 տարուց ավել ոչ մի թատրոնում չկայի։ Մհեր Մկրտչյան 3-րդ կուրսից էի գնացել, շատ հարազատ վայր էր դարձել ինձ համար, բայց հույսս երբեք չեմ կորցնում, լավ կլինի, նշել էր Սրբուհին։ Վաչե, ձեր թատրոնի, Գոյի համար էլ նախորդ տարին բավականին բարդ էր, պայքարի մեջ էիք։ Ինչպես եք պատկերացնում թատրոնի ապագան։ Բարդ է նաև այս տարին ու այսօրը։ Այդ նյարդը անընդհատ ուղեղդ սղոցում է։ Ստեղծագործելը երկրորդ պլան է մղում։ Ամեն ինչ անելու ենք, որ Գոյը մնա, Արմեն Մազմանյանի ստեղծած թատրոնն ու մտածողությունը մնան։ Ինչ կարգավիճակով ու տարերով, պոակ թե հոակ, մեզ բացարձակ չի հետաքրքրում։ Գոյն առաջին հերթին մազի մտածողությունն է, ու մենք որպես նրա աշակերտներ, ինչպես նա էր այս բառն ասում, ամեն ինչ կանենք այն պահպանելու համար։ Սրբուհի, գեղեցիկ թիթեռների կյանքը ներկայացման առաջնախաղն եք պատրաստվում, ինչ հույզեր ունեք նորից խաղալուց հետո։ Մինչ այդ էլ Նատաշայի երազանքը մոնո ներկայացումն եմ խաղացել, այն թատրոնում լինելու իմ միակ հենարանն էր, ապա հանդես եմ եկել ուսանողների կուրսային աշխատանքներում, որոնցից էր նաև պիկնիկը։ Իսկ հիմա Գայանե Անդրեասյանի 2-րդ գործում եմ լինելու, լուրջ փորձառություն է ինձ համար, քանի որ մինչ այս ռուսերենով երբեք չեմ խաղացել, յուրօրինակ ներկայացում է, հիմնված իրական պատմության վրա, բայց նաև շատ եթերային է, անկեղծացել էր դերասանուհին։ Իսկ միմյանց գործերին հաճախ եք հետևում ու արդյոք իսկական քննադատ եք, թե հիմնականում փորձում եք քաջալերել։ Սրբուհին նշեց. ես սկսեմ։ Վաչեն, որ էջանիշում բանաստեղծություններ է կարդում, միշտ միասին ենք լսում։ Նրան դժվար եմ որևէ բան ասում, որովհետև իմ աչքերում շատ բարձր կետում է, բայց նկատելիս անպայման նշում եմ։ Իմ ամենախիստ հանդիսատեսն է, երբեք ավելի գովեստի խոսքեր չի շռայլի, որ ինձ բավարարի, նշել էր Սրբուհին հարցազրույցի ընթացքում։